Как вам публикации сегодняшние в американских СМИ? Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հեռախոսազրույցի արտահոսքը հավանաբար կազմակերպել է եվրոպական որևէ երկրի հետախուզական ծառայություն։ Ուկրաինական խնդրի հարցում Ուիթքոֆի ռուսամետ դիրքորոշման պատճառով, հայտնում է բրիտանական Guardian-ը իր աղբյուրի հղումով։ Ըստ արտահոսքի, որը հրապարակել էր Bloomberg-ը, Ուիթքոֆը խորհուրդներ է տալիս Ուշակովին, թե ինչպես պետք է Վլադիմիր Պուտինը խոսի Դոնալդ Թրամփի հետ, ցույց տալու, որ Ռուսաստանը ցանկանում է խաղաղություն։ Вряд ли это делать для того, чтобы улучшить отношения, они. Թերթը նշում է, որ Bloomberg-ը ձեռք է բերել հեռախոսազրույցի ձայնագրությունը, ոչ թե սղագրությունը, ինչը վկայում է դա տրամադրած աղբյուրը կամ անձամբ մասնակցել է գաղտնալսմանը, կամ այնպիսի բարձր պաշտոնի է, որ կարողացել է ձեռք բերել ձայնագրությունը։ Ուշակովը Կոմերսանտին ասել է, որ զրույցների ժամանակ օգտվել է նաև WhatsApp հավելվածից, որտեղից էլ կարող էր գաղտնալսումն արված լինել։ Նա բացառել է, որ արտահոսքը հեռախոսազրույցի մասնակիցներն արած լինեն։ Я с Уитковым достаточно часто разговариваю. Երբեմն շփումները լինում են WhatsApp-ով, որոնք ընդհանուր առմամբ ինչ-որ մեկը կարող է ենթադրաբար лысել։ Անհավանական է, որ զրույցի մասնակիցները նման արտահոս կանեին։ Не знаю я. Не знаю. Кто-то сливает, кто-то прослушивает. Արտահոսքը Կիևում եւ Եվրոպայում մտահոգություններ է առաջացրել, որ Ուիթքոֆը չափազանց ռուսամետ դիրքորոշում ունի, ինչը կարող է թուլացնել վստահությունը Վաշինգտոնի որպես չեզոք միջնորդի նկատմամբ եւ ազդել բանակցությունների վրա։ ԱՄՆ նախագահը սակայն ասել է, որ որևէ խնդիր չի տեսնում, դա բանակցային ստանդարտ գործընթաց է։ Պոլիտիկոն հայտնում է, որ Վաշինգտոնը մտադիր է նախ ապահովել խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ դրանից հետո միայն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ։ Ըստ թերթի այդ մասին եվրոպացի մի քանի դիվանագետների ասել է ԱՄՆ պետքարտուղարը, ընդ որում Մարկո Ռուբիոն խոստացել է, որ ԱՄՆ նախագահն այնպիսի գործարք կկնքի, որը կապահովի Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունը։ New York Times-ն իր հերթին գրում է, որ ԱՄՆ նախագահի բանագնաց Դեն Դրիսկոլը եվրոպացի դաշնակիցներին ասել է, որ Ռուսաստանը հրթիռներ է կուտակում, որոնք կարող են օգտագործվել ինչպես Ուկրաինայի դեմ, այնպես էլ Ուկրաինայից դուրս հնարավոր հակամարտության ժամանակ։ Ըստ թերթի Դրիսկոլն այս սպառնալիքն օգտագործել է որպես փաստարկ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման համար։ Այս ֆոնին Եվրոպան շարունակում է պնդել, որ ցանկացած գործարք պետք է անվտանգության ամուր երաշխիքներ տրամադրի Ուկրաինային։ Եվրոպական միության արտգործնախարարը հայտարարել է, որ դաշինքի ներդրումն այս հարցում կլինի աջակցությունն ուկրաինական պաշտպանական արդյունաբերությանը։ Ռուսաստանը դեռ սպառնալիք է եւ պետք է քայլեր ձեռնարկել դրա դեմ, ասել է Կայա Կալասը։ Եթե ուզում ենք կանխել այս պատերազմի շարունակությունը, ապա իրականում պետք է սահմանափակենք Ռուսաստանի բանակը եւ նրանց ռազմական բյուջեն։ Եթե ուզում ենք, որ սա այլևս չկրկնվի, չշարունակվի եւ ավելի չխորանա, մեզ պետք է արդար եւ տևական խաղաղություն։ Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ խաղաղության նոր պլանով Ուկրաինային տարածքային միակողմանի զիջումներ չպետք է պարտադրվեն։ Բորիս Պիստորիսի խոսքով Ուկրաինան պետք է պահպանի ինքնապաշտպանության իր կարողությունը եւ դրա համար անհրաժեշտ են ուժեղ զինված ուժեր եւ անվտանգության հուսալի երաշխիքներ, կոնկրետ ԱՄՆ-ից։ Ուկրաինան չպետք է ստանա կեղծ խաղաղություն, որը հավասարազոր է կապիտուլյացիայի, հայտարարել է նա։ Նախագահ Զելենսկին իր հերթին երեկոյան ուղերձում դաշնակիցներին կոչ է արել շարունակել ֆինանսական ու ռազմական աջակցությունն Ուկրաինային, որպեսզի կարողանա դիմադրել ռուսական ագրեսիային։ І щоб тиснути заради миру, треба не на Україну. Խաղաղություն հաստատելու համար պետք է ճնշում գործադրել ոչ թե Ուկրաինայի, այլ Ռուսաստանի վրա, որը միակ պատճառն է, որ այս պատերազմը շարունակվում է։ Зараз, як і завжди, допомагає нашій армії. Շվեդիան Եվրամիությանը կոչ է արել անհապաղ սկսել պատժամիջոցների 20-րդ փաթեթի մշակումը Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար։ Արտգործնախարար Մարիա Մալմեր-Ստեներգարդն ասել է, որ դրանք պետք է թիրախավորեն ինչպես էներգետիկ ոլորտը, այնպես էլ ստվերային նավատորմը։ Պատժամիջոցների 20-րդ փաթեթը պետք է ավելի ուժեղ հարվածի Ռուսաստանի էներգետիկ ոլորտի եկամուտներին, քանզի դրանք պատերազմի ֆինանսավորման հիմնական աղբյուրն են։